Այսօր կընթերցենք 5 կտակարանից 8-1-ից մինչև 10-32-ը։ Մենք կկարդանք Աստծո հավատարմության մասին։ Նոյը հավատում էր Աստծո խոստումներին եւ Աստված չհիասթափեցրեց նրան։ Իրական հավատարմությունը շուտ չի կառուցվում։ Նոյը սպասեց այնքան, մինչև Աստծո խոսքը նրան հուշեց ինչ անել։ Առաջին բանը, որ Նոյն ու իր ընտանիքը արեցին մաքրված երկրի վրա, երկրպագել էր Աստծուն, որ հավատարմորեն հոգ էր տալու նրանց մասին։ Աստված ուխտ կնքեց նրանց հետ եւ վստահեցրեց նրանց ծերունիների շարունակության մասին, չնայած մարդկային չարությանը։ Այդ ուխտը հնարավոր է դարձրել երկրի վրա կյանքի պահպանումը։ Աստված հավատարիմ է եղել իր ուխտին, բայց մարդը հավատարիմ չի եղել իր երկրի տնօրինության հարցում։ Ծննդոց գլուխ 9-ում մենք կգործանք նորման մասին։ Աստված կյանքի նոր օրենքներ տվեց մաքրված երկրի վրա։ Նա միշտ պահապան է իրեն հավատացողներին եւ ցույց է տալու նրանց իր կամքը։ Նոյն ու իր ընտանիքը հիմա կարող են կենդանու միս ուտել, բայց դրանց արգելված է եղել խմել արյունը։ Ողորմածություն, Աստված հավաստիացրեց, որ այլևս ջրհեղեղ չի լինի երկրի կյանք կործանելու համար։ Այդ ուխտը վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև թռչուններին, խոշոր եղջերավոր անասուններին եւ բնության ջեղած գազաններին։ Ուխտի նշանը ծիածանն է, գեղեցիկ մի կամուրջ, որ միացնում է երկինքն ու երկիրը։ Նայում ենք այդ կամուրջին, թե ոչ, Աստված նայում է դրան եւ հիշում իր խոստման մասին։ Նոյը տեսավ ծիածանը փոթորկից հետո, Եզեկիելը տեսավ այն փոթորկի ժամանակ, իսկ Հովհաննեսը այն տեսավ դատաստանը փոթորկից առաջ։ Նոյի խոսքի իմաստը չպետք է վերածել այնպես, որ որոշ ցեղեր ստորակարգ են եւ դատապարտված են ստրկության։ Իրականում պատմությունը ցույց է տվել, որ Քանանի հետևորդներից ոմանք հզոր ազգեր էին եւ ունեին մեծ կարողություններ։ Այդ պատճառով նույնիսկ հրեաները, Սեմի հետևորդները, գերության իրենց բաժինն են ունեցել։ Սեմը կստանա Աստծո օրհնությունը, Հաբեթը հեթանոսները կբազմանան եւ կերկրպագեն Սեմի Աստծուն։ Հովհաննեսը գրել է. «Փրկությունը հրեաներինն է, նրանք, ովքեր վստահում են Քրիստոսի փրկության համար, միավորվում են նրա մեջ»։ Այժմ կարդանք Ծննդոց 8-1-ից ջրհեղեղի վերջը։ Աստված հիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին եւ բոլոր թռչուններին։ Աստված խորն բարձրացրեց երկրի վրա եւ անձրևը դադարեց։ Փակվեցին ստորգետնյա աղբյուրները եւ երկնքի սանդուղքները, դադարեցին նաեւ երկնքից թափվող անձրևը։ Ջուրը գնալով իջնում էր, փչանում էր երկրի վրա, եւ 150 օր անց այն նվազվեց։ 7-րդ ամսի 27-ին տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Ջուրը մինչև 10-րդ ամիսը քաշվում էր ավազում։ 11-րդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։ 40 օր հետո Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը։ Նա արձակեց մի ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, մինչև որ ջուրը ցամաքեց երկրի վրա։ Հետո նա արձակեց մի աղավնի, տեսնելով, թե ջրերը քաշվել են երկրի երեսից։ Աղավնին իր ոտքը դնող տեղ չգտնավ, վերադարձավ նրա մոտ, տապան, որովհետև ջուրը դեռ ծածկված էր ողջ երկիրը։ Նոյը երկար իր ձեռքը բռնեց նրան եւ բերեց իր մոտ տապան։ Նա սպասեց եւս 7 օր եւ տապանից դուրս արձակեց աղավնուն։ Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան, նրա կտուցին ձիթենու մի շյուղ կար։ Նոյը դրանից հասկացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրա։ Նոյը սպասեց եւս 7 օր եւ նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ։ Նոյի կյանքի 601-րդ տարում, առաջին ամսի առաջին օրը, ջրերը քաշվեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսավ, որ ջուրը քաշվել է երկրի երեսից։ Երկրորդ ամսի 27-րդ օրը երկիրը ցամաքեց։ Տեր Աստված Նոյին ասաց. «Դուրս եկեք այդ տապանից, դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր իարները, թռչուններից մինչեւ անասունները։ Դուրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրա սողացող բոլոր սողուններին, եւ նրանց կսողան երկրի վրա։ Աճեցեք եւ բազմացեք երկրի վրա»։ Դուրս ելավ Նոյը ու նրա հետ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք, երկրի բոլոր գազանները, բոլոր սողունները, բոլոր թռչունները իրենց տեսակներով դուրս ելան տապանից։ Նոյը զոհ է մատուցում։ Նոյը զոհասեղանշն է Աստծո համար։ Նա առավ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրա։ Եվ Տեր Աստված հոտոտեց անուշ ծույրը։ Տեր Աստված իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է։ Ես այլևս ոչ մի կենդանի ակի չեմ պատուհասի, ինչպես արեցի, այսուհետև քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։ Աստծո ուխտը Նոյի հետ։ Աստված օրհնելով Նոյին ու նրա որդիներին ասաց նրանց. «Աճեցեք, բազմացրեք, լցրեք երկիրն ու տիրեցեք նրանց։ Ձեր աղն ու երկիրը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի բոլոր զեռուների եւ ծովի բոլոր ձկների վրա, եւ ենթարկել եմ ձեզ»։
Ամեն մի կենդանի ձեռում թող կերակուր լինի ձեր, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել։ Կենսատու արյուն պարունակող միշտ չուտեք, քանզի ես ձեր կենսատու արյունը կպահանջեմ բոլոր գազանների, ինչպես նաև մարդկանց միջոցով կպահանջեմ այն։ Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբոր ոգին, ով թափի մարդու արյուն, նրա արյանը փոխարեն թող թափվի իր արյունը, որովհետև Աստծո պատկերով է ստեղծել մարդուն, իսկ դուք աճեցեք, բազմացրեք, լցրեք երկիրը և բազմացրեք դրա վրա։ Տեր Աստված դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ, ձեզ հետ եկող բոլոր կենդանիակների հետ, թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այս տապանից դուրս եկած բոլորի և երկրի բոլոր կենդանիների հետ։ Ես ուխտ եմ դնում ձեզ հետ, այլևս ոչ մի ակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։ Տեր Աստված ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև, գալիք բոլոր սերունդների համար, իմ համատարած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կպատեմ ամպերի մեջ, և դա թող լինի իմ ու ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշան։ Երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երևա ամպերի մեջ։ Այժմ իսկ կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և շնչավոր բոլոր էակների միջև։ Այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան, թող իմ ծիածանը լինի ամպերի մեջ, որպեսզի ես տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող բոլոր շնչավոր էակների միջև իմ համատարած հավիտենական ուխտը»։ Տեր Աստված ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցին իմ ու ձեր միջև և երկրի վրա գտնվող բոլոր էակների միջև»։ Նոյը և իր որդիները։ Նոյի տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հապեթը։ Քամը Քանանի հայրն էր, այս երեքն էլ Նոյի որդիները, և ժողովուրդները սրանցից ծերելով տարածվեցին ողջ երկրի վրա։ Նոյը հողագործ այն մարդը առաջինն էր, որ հող մշակեց և այգի տնկեց։ Նա խմեց սրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ։ Քամը, Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը ու դուրս եկավ և այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ Սեմն ու Հապեթը երկուսն էլ հագուստներ առան իրենց ուսերին և ետ գնալով ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանք մեջքով էին կանգնած, այնպես որ իրենց հոր մերկությունը չտեսան։ Նոյը սթափվելով գինովությունից իմացավ, թե ինչ է արել իր հանդեպ իր կրտսեր որդին և ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը, որ իր եղբայրներին տարածող լինի»։ Նա ավելացրեց. «Օրհնյալ լինի Տեր Աստված Սեմի Աստվածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։ Աստված թող բարգավաճեցնի Հապեթին ու թող բնակվի Սեմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։ Ջրհեղեղից հետո Նոյը ապրեց 350 տարի, Նոյը 950 տարի ապրելուց հետո մեռավ։ Նոյի որդիների սերունդը։ Մի դեպ ասեմ, որ հայ ժողովուրդը նույնպես սերում է Սեմի ժառանգներից։ Սրանք են Նոյի որդիները՝ Սեմի, Քամի, Հապեթի սերունդները։ Ջրհեղեղից հետո որդիներ ծնվեց նրանց համար։ Հապեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յավանը, Էլիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։ Գոմերի որդիներն են Ասքանազը, Ռիփաթը և Թորգոման։ Հովանի որդիներն են Էլիսան ու Թարսիսը, Կիտացիներն ու Ռոդացիները։ Սրանցից է, որ բաժանվեցին և ծովեզերքում բնակչություն հաստատեցին ժողովուրդները յուրաքանչյուր ըստ երկրում ունեցած լեզուների և տոհմերի։ Քամի որդիներն են Քուշն ու Մետրոնը, Փուդն ու Քանանը։ Քուչի որդիներն են Սաբան, Յոլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Ուդարդան։ Քուչը ծնեց Նեբրոթին, նա առաջին հսկան էր երկրի վրա, նա քաջորդող էր Աստծու առաջ, դրա համար էլ ասույց դարձավ, Նեբրոթի պես քաջ էր Տեր Աստծու առաջ։ Նրա թագավորությունը սկիզբ առավ Բաբելոնում և ընդգրկում էր Ուրքը, Աքքադն ու Քաղանեն, որ գտնվում էր Սենայր երկրում։ Նեբրոթը ելավ այն երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուեն, Ռոբոտ քաղաքը, Քաղանը, ինչպես նաև Նինուեի, որ Քաղանի միջև գտնվող Դասեմանը։ Դա մեծ քաղաք էր։ Նեսրիմը սերեց Լեդիմացիներին, Սիմինիացիներին, Սաղդիմացիներին, Հփթաղիմացիներին, Պարոսնոմացիներին, Քասղոնիմացիներին, որոնցից սկիզբ առավ Փրշտացիները, Կապթորմիացիները։ Քանանը ծնունդ տվեց Սեդոմին, իր անդրանիկ որդուն, Քետացիներին, Յաբուսացիներին, Ամորհացիներին, Գերգեսացիներին, Սևացիներին, Աուակացիներին, Ամինացիներին, Արոդիոնացիներին, Սամարացիներին և Ամաքացիաներին։ Դրանից հետո սփռվեցին քանանացիների ցեղերը։ Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդոնից մինչև Գերարա, որ Գազայի մոտ էր, մինչև Սոդոմ և Գոմոր, Ադամայից ու Սեբորայից մինչև Լասա։ Ահա սրանք էին Քամի որդիները ըստ իրենց ցեղերի։
ըստ իրենց լեզուների, իրենց երկրի և իրենց տողների։ Ադեթի 3 եղբայրը Սեմը, որ Եթերի բոլոր որդների նախահայրն էր, նույնպես ծնեց որդիներ։ Սեմի որդիներն են Էլամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։ Արամի որդիներն են Հուսը, Եղուղը, Գադերն ու Մոսոքը։ Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին, Եբերը ծնեց 2 որդի, մեկը փախչի էր, որովհետև նրա օրոք ցրվեցին մարդիկ, իսկ եղբոր անունը Եկտան էր։ Եկտանը ծնեց Էլմոդադին, Սոլեքին, Ասորմոդին, Յարաքին, Յոդորամին, Եզելիին, Դեքլային, Ղաբաղին, Աբիմեելին, Զաբիին, Ուխիին, Տելային և Ոբաբին։ Սրանք բոլորը Եկտանի որդիներն են։ Նրանց բնակություն հասցրին Մասից մինչև Սոթերա, որ գտնվում է արևելյան լեռան կողմը։ Ահա սրանք են Սեմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների և իրենց երկրի տողների։ Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանությունը ըստ իրենց տողների։ Ջրհեղեղից հետո աշխարհով մեծ սփռված ժողովուրդները սրանցից են առաջացել։ Այժմ նոր կտակարանից մենք կկարդանք 4:18-ից մինչև 5:12-ը։ Մենք կկարդանք Սատանայի մասին։ Հիսուսը նվաճեց իր թագավորությունը նրան հաղթելով։ Նա հնազանդվում էր խոսքին և քարոզում կոչ անելով մարդկանց դառնալ իր աշակերտները։ Յուրաքանչյուր ոք պետք է որոշի՝ հետևել Հիսուսին, թե գործարքի մեջ մտնել Սատանայի հետ։ Որն է քո վճիռը։ Մենք կընթերցենք այն մարդու մասին, ով բուժում էր։ Մեր Տիրոջ հիմնական ծառայում էր ուսուցաներն ու քարոզելը, բայց նա կարեկցանք ընդառաջեց նրան հոգալու ու նաև մարդկային ֆիզիկական կարիքները։ Ինչպիսի ողբերգություն էր, որ նրան հետևող շատերը ցանկանում են օգտվել նրա ծառայությունից, բայց չեն ուզում նրա փրկությունը։ Ընծա ստանալ, բայց չընծայել, և այս մարդիկ անշուշտ մեզ հետ են այսօր։ Լեռան քարոզը մեր Տիրոջ ձեռնադրման քարոզն էր իր առաքյալների համար։ Դրա իմաստը Աստծո արդարությունն էր, դպիրների ու փարիսեցիների երեսապաշտ արդարությունը հակադրված։ Քարոզը նոր պատվիրանների մի երրորդ օրենքը չէ, այն շատ ավելին է, քան օրենքը, որովհետև այն վերաբերում է ներքին վերաբերմունքին, ինչպես նաև արտաքին դրսևորմանը։ Այն իրապես արդար մարդու կերպար է ներկայացնում և ցույց է տալիս նրա հոգևոր սկզբունքները, որոնք վերահսկում են նրա կյանքը։ Հիսուսը բացեց քարոզչությունը իսկապես արդար անձի նկարագրումով։ Հետո նա սահմանեց, թե ինչ է մեղքը, ինչ է իսկական արդարացիությունը, պաշտամունքը և հարստության ոլորտներում։ Նա ավարտեց զգուշացնելով երաշտապարտ դատողություններ անելու, կեղծ մարգարեներին հետևելու և Աստծո կամքին չհնազանդվելու մասին։ Ավելի շատ փորձելով հնազանդվել լեռան քարոզչությանը, դու չես փրկվի, այլ կփրկես փորձելով պահպանել 10 պատվիրանները։ Լեռան քարոզչության պահանջներն ավելի դժվար են, քան Մովսեսի օրենքները, քանի որ դրանք ներառում են ներքին վերաբերմունքը։ Միայն Հիսուսին իսկապես հավատացողն է կարող կիրառել լեռան քարոզը։ Այժմ կարդանք 4:18-ը։ Մինչև Հիսուսը Գալիլայի ծովեզերքով քայլում էր, տեսավ 2 եղբայրների՝ Սիմոնին ու Պետրոսին էր կոչում, և նրա եղբայրը Անդրեասին։ Ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին, և նրանց ասաց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն թողեցին ուռկանները ու գնացին նրա հետևից։ Եվ այնտեղից առաջ գնալով տեսան 2 այլ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Յակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ իրենց հոր հետ միասին իրենք էլ ուռկաները կարգի էին բերում, և նրանց էլ կանչեց։ Նրանք իսկույն թողնելով նավակը և իրենց հորը գնացին նրա ետևից։ Եվ Հիսուսը շրջում էր Գալիլայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայությունն ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր աղտերը։ Եվ նրա ամբավը տարածվեց ամբողջ Ասորիքում, և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պես ցավերով ու տանջանքներով, և դիվահարների, և լուսնոտների, և անդամալույսների, և նրանց բժշկեց։ Եվ Գալիլայից, Դեկապոլիս, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանից մյուս կողմից բազում ժողովուրդներ նրա հետևից էին գնում, և բժշկեց նրանց։ Լեռան քարոզը։ Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա, և երբ այնտեղ նստած էր, նրա մոտ եկան իր աշակերտները, և նա սկսեց նրանց ուսուցանել և ասել. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածում են
հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Իրանի ձեզ, որ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն, ցնծացեք եւ ուրախացեք, որովհետև երկնքում ձեր բարձր շատ է, քանի որ այսպես է հալածված մարգարեներին, որոնք ձեզանից առաջ են եղել։ Իսկ այժմ մենք նաև կկարդանք մի քանի սաղմոսներ, ուրեմն առաջինը դա 4:1-ից մինչև 10 է, այս սաղմոսներում այն աղոթք է երեկոյան օգնության կանչելու համար։ Դավիթը այստեղ չէր կարող շատ բան անել իր պատերազմը, որ տեղի իր շրջապատում, բայց նա կարող է շատ բան անել այն պատերազմը, որ իր մեջ էր կատարվում։ Դրա համար փոխանակ քնելու եւ անհանգստանալու, թե ինչ պետք է լինի հաջորդ օրը, նա որոշեց խնդրել Աստծուն, աղոթել օգնության համար։ Երկրորդ, որ նա արեց, նա հավատաց, որ Աստված օգնելու է իրեն, եւ նա փառաբանեց Աստծուն, եւ նա ստացավ այն, ինչի համար որ նա աղոթում էր, եւ Աստված ցույց տվեց իր երեսը նրան, եւ նա ստացավ լույս Աստծո։ Իր տրտմության մեջ նա գտավ ուրախություն եւ իր պատերազմի մեջ նա խաղաղություն գտավ։ Աստված միանգամից չպատասխանեց նրա աղոթքին, բայց նա պատասխանեց իր ժամանակին։ Եկեք կարդանք։ Երբ ձայն տվի իմ արդարության համար, լսեցիր ինձ Աստված, նեղության մեջ ինձ անդորր տվիր, որով օրհնեցիր ինձ եւ ականջ տրիր իմ աղոթքին։ Մարդկանց որդիներ, մինչև երբ պիտի խստասիրտ լինեք, ինչու եք ունայնությունը սիրում եւ ստություն փնտրում։ Իմացեք, որ Տերը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տերը կլսի ինձ, երբ օգնություն կանչեմ նրան։ Եթե բարկանաք, մի նեղանչեք, ձեր անկողնու մեջ ինչ էլ որ ասեք, ձեր սրտում զղջացեք, արդարության զոհեր մատուցեք եւ Տիրոջ վրա հույս դրեք։ Շատերն ասացին. ով ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը, քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ ուրախություն տվեցիր մեր սրտերին, ցորենին, գինու, ձեթի բարիքներով հագեցրեցիր նրանց։ Այսուհետև մենք խաղաղությամբ կննջենք ու կարթնանանք, քանզի դու միայն Տեր ապահովության մեջ բնակեցրիր մեզ։ Իսկ այժմ կարդանք առակներից նաև առակներից 1:20-23-ը։ Իմաստության կանչը։ Իմաստությունը գովաբանում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակում է հրապարակներում, քարոզում պարիսպների գլխից, ազդարարում հզորների դռների առջև եւ համարձակ խոսում քաղաքների դարպասների մոտ։ Այնքան ժամանակ, քանզի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարության, չեն ամաչելու, բայց ամբարիշներն ու թշնամությունն են ցանկանում եւ ամբողջանալով ստում են իմաստությանը, պիտի դատապարտվեն հանդիմանության։ Ահավասիկ ձեր առջև կբացեն իմ հոգու պատգամները եւ իմ խոսքերը կսովորեցնեմ ձեզ։